Ողջույն, դուք դիտում եք հայկական եթերի միակ դիզայներական հեռուստանախագիծը «Տունտեղը» Armenia հեռուստաընկերությամբ։ Այս եթերաշրջանում մենք ներկայացնելու ենք վերանորոգում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Փարիզում։ Հետևեք վերանորոգման ողջ ընթացքին այս 3 ամիսներին, իսկ վերջում կտեսնենք ավարտական արդյունքը։ Դե ինչ, բարի եթեր մեզ, իսկ ձեզ բարի դիտում։ Ստեղծեք ժամանակակից հարմարավետ և մինիմալիստական լոգասենյակ Grohe Rapid SL տեղադրման համակարգերի միջոցով։ Կենցաղային սովորությունների և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ լոգասենյակը վաղուց դադարել է լինել միայն ֆունկցիոնալ տարածք։ Այն դարձել է տան ամենահաճելի և ոգեշնչող հատվածներից մեկը։ Մեր ձգտումը միավորելու հարմարավետությունն ու գործնականությունը մեզ բերել է դեպի լոգասենյակներ, որտեղ երակշռում են պարզ, մաքուր գծերն ու նրբաճաշակ դիզայնը, որտեղ տեսանելի են միայն ամենագեղեցիկ և առանցքային տարրերը։ Grohe սանիտարական համակարգերի շարքը հնարավորություն է տալիս ստեղծելու ձեր երազանքների լոգասենյակը, առաջարկելով արագ և հուսալի մեթոդներ պատին ամրացվող սանտեխնիկա տեղադրելու համար։ Պատին ամրացվող սանտեխնիկան ստեղծում է նորաձև, ժամանակակից տեսք և այսօր դարձել է ֆունկցիոնալության կարևորող և նորավոր տանտերերի նախընտրելի ընտրությունը, փոխարինելով հին զուգարանակոնքերին։ Տեսողականորեն անգամ փոքր լոգասենյակը ավելի ընդարձակ է թվում, քանի որ հատակը բաց է մնում, իսկ անկյուններում փոշու կուտակման բացառությունը հեշտացնում է մաքրությունը։ Անկախ ձեր լոգասենյակի չափսերից ու ձևից, Rapid SL համակարգով դուք այլևս չեք սահմանափակվում 4 պատերով։ Մեր բազմաֆունկցիոնալ շրջանակային համակարգը հնարավորություն է տալիս ստեղծելու ամենատարբեր դասավորություններ և ձևավորումներ։ Միակ սահմանը ձեր երևակայությունն է։ Grohe Rapid SL շրջանակային համակարգը թույլ է տալիս տեղադրել կախովի զուգարանակոնք, որը լոգասենյակում ոչ միայն ապահովում է մինիմալիստական և ժամանակակից տեսք, այլև խնայում է տարածքը, քանի որ հատակը մնում է բաց, զգալիորեն հեշտանում է մաքրությունը ապահովելով առավելագույն հիգիենա։ Բացի դիզայնի ճկունությունից, Grohe Rapid SL-ը երաշխավորում է նաև աննախադեպ հուսալիություն։ Պողպատե շրջանակը ստուգվել է մինչև 400 կգ ծանրություն կրելու ունակությամբ, ուստի կախովի զուգարանակոնքի անվտանգության մասին կարող եք մոռանալ։ Ավելին, ներկառուցվող բակը նախագծված է հատուկ Grohe Whisper տեխնոլոգիայով, որը զգալիորեն նվազեցնում է ջրի լցվելու ձայնը, ապահովելով հարմարավետություն ձեր և ձեր հարևանների համար։ Կարելի է ընտրել կրկնակի կամ միանվագ լվացման կոճակներ, մեր խառնիչների հավաքածուների ոճին համապատասխան։ Կրկնակի լվացման տարբերակը թույլ է տալիս խնայել ջուր, օգտագործելով նվազած ծավալով լվացում։ Rapid SL համակարգերը նախագծված են առավելագույնս հուսալի լինելու համար։ Այնուամենայնիվ, եթե երբևէ անհրաժեշտություն առաջանա սպասարկման կամ վերանորոգման, դուք չեք ունենա սալիկներ կոտրելու կարիք։ Համակարգի բոլոր հանգույցները հասանելի են միայն մեկ լվացման կոճակի անցքի միջոցով, ինչը թույլ է տալիս հեշտությամբ փոխարինել անգամ առանձին մասերը։ Անկախ նրանից նոր լոգասենյակ եք նախագծում թե արդիականացնում հինը, Rapid SL շրջանակային համակարգը երաշխավորում է արագ և անհոգ տեղադրում։ Շրջանակները կարելի է տեղադրել թե միջնապատերի մեջ, թե առջևից, աղյուսե կամ գիպսակարտոնե պատի վրա։ Այսպիսով, կարիք չկա ժամանակ և գումար ծախսել հին սալիկները քանդելու վրա։ Շրջանակը պարզապես ամրացվում է կառուցման կամ վերանորոգման ընթացքում և թաքցվում է պատի հետևում, ապահովելով գեղեցիկ ու ժամանակակից արդյունք։
Rapid SL սանիտարական համակարգերին ծանոթանալու եւ ձեռք բերելու համար այցելեք Դավիթ Անախտ 9 հասցեում տեղակայված United Technical Service ընկերության ցուցասրահ։ Դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագիծից, մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Տրիվա ընկերության ցուցասրահ, որտեղ զրուցելու եմ հիմնադիր ընկերության Սիրանուշ Օհանյանի հետ։ Ողջույն Սիրանուշ։ Ողջույն։ Սիրանուշ, շարունակենք մեր զրույցները։ Այսօր առաջարկելու եմ խոսել նախագծերից։ Բազմաթիվ նախագծեր ունեք, որ սոցիալական էջերում ներկայացնում եք եւ շատ տարբեր են, հա, մեկը մյուսից։ Մենք խոսեցինք ձեր mood board ստեղծելու այդ հետաքրքիր process-ից, այսօր խոսենք ձեր նախագծերից։ Կան նախագծեր, որ իսկապես առանձնացնում եք ձեր կարիերայի ընթացքում։ Հա, եղել են այդպես նախագծեր շուտ, որոնք իրականում ես ցանկացած նախագիծ ինքը ոնց որ քո երեխան լինի։ Դու իրան սենց տարբեր են բնական է, ոչ մի երեխա նույնը չի լինում։ Ու վատ է, որ ինչ որ կրկնվի, էլի այդ ամեն ինչը, աշխատում ենք տենց չլինի։ Հա, կան տես նախագծեր, որոնք շատ եմ սիրում, շատ շուտվա են, բայց ես իրանց մի տեսակ ուրիշ ձև եմ վերաբերվում, չգիտեմ ինչի չեմ կարա ասել։ Սիրանուշ, կան նախագծեր, որ համարում եք իսկապես ձերը, եւ ըստ այդ նախագծերի կողքին էլ կլինեն այնպիսիք, որ մեծ ազդեցություն են, հա, այնուամենայնիվ հաճախորդներ ունեցել նրանց ստեղծման process-ում։ Իհարկե, կան նախագծեր, որ մեծ ազդեցություն են ունեցել լավ իմաստով եւ կան նախագծեր, որ ազդեցություն են ունեցել իրենց բացասական։ Ну, բացասական սխալ է ասել, շեշտադրումներով փոխել են ամբողջ նախագիծը։ Բայց դե ամեն մարդու դա իրենց ամեն դեպքում որոշումներ։ Ահա։ Նայեք, դուք շատ հաճախ հենց տան ինտերիեր դիզայնով եք զբաղվում եւ վստահ եմ, որ ինչ որ ժամանակ անց նաեւ վերստուգման այսպես process-ներ եք ունենում, հա։ Այցելում եք արդյոք ձեր հաճախորդներին, հետեւում եք նրանք չասեմ աղավաղել, բայց ամեն դեպքում ձեր գաղափարները այսպես Ну, շատերի հետ մենք ընկերներ ենք դառնում մեր հաճախորդների ու հա, այցելություններ հաճախակի են լինում է ինչ որ չափ որ փոփոխվում են, դե բնական է, բա պիտի ապրեն այդ մարդիկ։ Եթե համաձայն չեք լինում, վիճում եք կամ համոզում եք, որպեսզի արդեն ուշ է։ Ահա։ Այսինքն ամեն դեպքում նախնական շրջանում շատ ավելի հեշտ է, չէ, երբ ստեղծում եք, այսպես հանձնում եք արդեն ինտերիերը, ասում եք ձեր բնակարանն է, վայելեք, նրանք էլ վայելում են, ինչպես որ կարողանում են։ Դե, հա, չէ, բայց դե ես մի քիչ դրա հետ համաձայն չեմ, որովհետև ցանկացած բան բնականաբար պիտի ապրի։ Եթե դա անշունչ ինչ որ վիճակ լինի, ընդհանրապես հետաքրքիր չի լինի, ինքը տենց մնա, տենց ստիրիլ։ Ես չեմ սիրում ստիրիլ։ Ես սիրում եմ ամեն ինչում ապրած ինչ որ վիճակ լինի, հա, ոնց ասեմ, բնականon ինչ որ իր։ Գիտեք, մի հետաքրքիր բան հիշեցի, վերջերս երբ Միլանում էի ու այցելեցի Ֆորնասեցի տուն-թանգարան, հանդիպեցի Բարնաբա Ֆորնասեցի, նկատեցի, որ նրա տան գրեթե բոլոր կահույքի նմուշները ունեին թերություններ, հա, մեղմ ասած, այսպես կոտրված եւ այլն, ու որոշակի այսպես արձագանքին իմ թե ինչու նմանատիպ հայտնի, հա, համաշխարհային դիզայնի գուրույ տանը նման վիճակում էի կահույքը, նա պարզաբանեց, որ հենց սա է ամենագեղեցիկ կողմը ինտերիեր դիզայնի։ Արդյոք դուք եք սիրում դա։ Ես համաձայն եմ դրա հետ, այո։ Այդ ապրված, այո, իմ համար դա շատ կարևոր է։ Երբ ամեն ինչ նոր է, ինքը դեռ շունչ չունի։ Չէ, ինքն էլ իր շունչ ունի, ամեն ինչ իր ժամանակն ու տեղն ունի։ Ամեն ինչը չեմ կարա բացել։ Մի խոսքով պարտադիր պիտի ապրել այդ ամեն ինչում։ Սիրանուշ, կարծում եմ այս ամենի մասին ոչ թե պետք է խոսենք, այլ դիտել, առաջարկում եմ որպեսզի հեռուստադիտողները դիտեն ձեր բազմաթիվ հետաքրքիր նախագծերը, ծանոթանան ձեր աշխատանքներին, իսկ մենք կհանդիպենք մյուս թողարկմանը։ Տունտեղ հեռուստանախագծի շրջանակում մենք այցելեցինք Տրիվա ընկերության նոր նախագծերից մեկը։ Այս բժշկական կենտրոնը տարբերվում է Հայաստանի գործող բոլոր բժշկական կենտրոններից, ոչ միայն իր գեղեցիկ դիզայնով, այլ նաև ֆունկցիոնալությամբ։
Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի գործընկեր Ռենշի ներդրումային ընկերության այս գեղեցիկ գրասենյակ, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Գալեն։ Անի, առաջարկում եմ այսօր խոսել Skyline նախագծի կանաչապատման, կանաչ զոնաների, զբոսանքի վայրերի մասին եւ մնացած այլ կառուցվածքների։ Խոսենք, տեսեք ուղղահայաց ճարտարապետությունը մեզ այսօր թույլ է տալիս խնայել հողատարածքային հատվածները, հա, ֆուտպրինտ այսպես ասած, եւ դրա հաշվին ունենալ ավելի մեծ կանաչապատ տարածք թղամասում եւ ավելի շատ ենթակառուցվածքներ այդ շրջանակներում։ Մենք այստեղ ունենք գրեթե 2 հեկտար, հա, 20000 քառակուսի մետր կանաչապատ տարածք, որը որ ամեն լոկացիայում տարբեր տեսքով է արտացոլված լինելու։ Այստեղ ծառերը չեն տնկվելու եւ հույս ունենանք, որ ժամանակի հետ դրանք կմեծանան, այսինքն միանգամից արդեն իսկ սկսվել են ծառերի ընտրման, հա, լանդշաֆտային դիզայնի աշխատանքները եւ թաղամասի հանձնման պահին արդեն իսկ ունենալու ենք բարձր հաստաբուն ծառեր, որոնք որ հենց այդ կանաչապատ տարածքը լրացնելու են։ Որքանով որ տեղյակ եմ, ծառերը պատրաստում եք տնկել ոչ միայն բակում, այլ նաեւ տանիքներին։ Քանի որ տանիքները հիմնականում օգտագործվող տանիքներ են, տանիքներում ծառեր չենք տնկի, բայց կունենանք հա բաց օգտագործման տարածքներ, որոնք որ կանաչ կլինեն այդ թվում, բայց հիմնական լողավազանային հատված ենք ունենալու տանիքում, ունենալու ենք paddle court-եր, tennis court-եր, ունենալու ենք բացօթյա սրճարան, ռեստորան շատ գեղեցիկ տեսարանով։ Նաև մանկական, հա, ժամանցի վայրեր։ Մանկական ժամանցի վայրեր, կենդանիների զբոսանքի, հա, վայրեր, ճեմուղիներ, շատրվանային հատվածներ եւ այլն ամեն ինչ այսօր հաճույք է պատճառելու մարդուն զբոսնելիս։ Ամեն բան հաշվի եք առել։ Այո։ Խոսենք տրանսպորտային, այսպես լուծումներից, որոնք կարծում եմ կրկին շատ հեղափոխական է լինելու մեր շուկայում առկա այսպես լուծումներից։ Միանշանակ։ Թաղամասում իհարկե ստեղծել ենք բոլոր պայմանները, որ անհրաժեշտություն չլինի լքել թաղամասը, բայց այնուամենայնիվ բոլոր նրանց համար, ովքեր որ անհրաժեշտություն կունենան, հա, դուրս գալ թաղամասից, տեսեք, կարճաժամկետ լքեն։ Կարճաժամկետ լքեն եւ հետ վերադառնան։ Ունենք մի քանի այլընտրանքային լուծումներ սեփական մեքենային փոխարինելու համար, որովհետեւ այսօր երևի մենք բոլորս զգում ենք այդ բարդությունը թե խցաններից, թե սեփական մեքենայի հետ կապված բազմաթիվ հոգսերից եւ ինչ ենք մենք առաջարկում։ Ունենք հենց թաղամասը սպասարկող էլեկտրաավտոբուսներ, որոնք կես ժամում մեկ հաճախականությամբ գնալու են դեպի կենտրոն եւ հետ են գալու դեպի թաղամաս։ Հա թաղամասի բոլոր բնակիչների համար, ովքեր որ չեն սիրում մեքենա վարել կամ կենտրոնում կայանելու տեղ չեն գտնում սեփական մեքենայով տեղաշարժվելու անդամների համար, ովքեր չունեն մեքենա, բարձրապես։ Իհարկե բոլորի համար, հետո իհարկե արդեն գնայենք բնակիչների ուղեգծից կախված, եթե ինչ-որ մի ուղղություն գերակշռի, հա, ուղղությունների շարքում մենք այդ ուղղությունը եւս կավելացնենք, բայց սա շատ լավ, արագ, հեշտ տարբերակներից է։ Բոլոր նրանց համար, ովքեր որ կնախընտրեն առավել հեռու ուղղություններ, որոնք որ կենտրոնի տարածքից դուրս են եւ կուզենան ավելի private միջավայր, օրինակ ուզում են քաղաքից դուրս գնալ մի քանի օրով կամ ավելի երկար, հա, երթուղի ունեն, այս պարագայում մենք ունենք նոր սերնդի էլեկտրոմոբիլներ, որոնք որ միշտ մաքուր սարքի վիճակում մեր ավտոկայանատեղիներում կայանված են լինելու եւ բնակիչները կարող են օգտվել դրանցից ավելի հեռավոր ճանապարհների համար։ Վարձակալության տարբերակով։ Ամսական վարձակալության ինչպես որ օրինակ, հա, իրանք car sharing են կոչվում, car sharing ձևաչափով արվում։ Խոսենք նաև այլընտրանքային տարբերակներից, ինչ ունենք։ Այլընտրանքային բոլոր այն տարբերակները, որ այսօր գործում են, հա, որոնք որ հնարավոր կլինի Երևանում իրականացնել բացի թաղամասից դուրս, որովհետև այսօր գիտենք, որ ճանապարհները ոչ բոլոր տրանսպորտային այլընտրանքային միջոցների համար են անվտանգ, հեծանիվներ, սկուտերներ, հա, նույն սամակատներ եւ այլն բոլոր այդ այլընտրանքային միջոցները, որոնք որ ցանկություն կունենան շրջագայել, հա, շրջել դրանցով, դրանք թաղամասում առկա կլինեն։ Հրաշալի է։ Դե ինչ անի, հաջողություն եմ մաղթում, հուսամ շատ շուտով մենք կունենանք հնարավորություն տեսնել, վայելել, փորձարկել այս ամենը եւ կարծեմ իսկապես Skyline-ում ապրելը, ինչպես դուք եք շատ հաճախ նշում, ապրելակերպ է, այլ ոչ թե պարզապես գնել բնակարան եւ ակնկալել սեփական հնարավորություններով ստեղծել այդ միջավայրը, քանի որ դուք ամեն բան հոգում եք արդեն բնակիչի, ապագա բնակիչի համար, սկսած թաղամասի բոլոր ենթակառուցվածքներից վերջացված նույնիսկ բնակարանի կահավորումն ու ձևավորումը։
Կարեն դուք արդեն ամեն ինչ գիտեք տղամասին։ Մասին միգուցե միանաք մեր թիմ։ Իրականում շատ մեծ ցանկություն ունեմ նույնպես ձեռք բերել եւ դառնալ այս հետաքրքիր հեղափոխական թաղամասի բնակիչ։ Դուք շարունակում եք դիտել հայկական եթերի ամենաոճային հեռուստանախագիծը, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը մեր այս եթերաշրջանի ամենալուսավոր գործընկերոջ տաղավարում, Mytonic Group ընկերության տաղավարում, որտեղ զրույցը շարունակելու եմ վաճառքի մենեջեր Սարգիսի հետ։ Ողջույն Սարգիս։ Ողջույն Կարեն ջան։ Սարգիս, նախորդ թողարկման ընթացքում զրուցեցինք լամպերից, լամպերի առանձնահատկություններից, այսօր առաջարկում եմ խոսել smart լուծումներից։ Ինչպիսի smart լուծումներ առաջարկում Mytonic Group ընկերությունը եւ արդյոք այս լուծումները սիրվել են, հասցրել են սիրվել մեր հայ հաճախորդների կողմից։ Այո, Կարեն ջան, բավականին մեծ տենդենս կա ներկա պահին, շատ հարցումներ ունենք արդեն smart լուծումներով։ Դե մերոնք շատ են սիրում տեխնոլոգիաներ։ Այո, դա ֆունկցիոնալ է, դա հարմարավետ է։ Ես վստահ եմ, որ շատ մոտակա ժամանակում արդեն մեր սովորական ուղղակի անջատել միացնել լույսի այդ ֆունկցիոնալությունը փոխվելու է smart լուծումներով, դա անխուսափելի ոնց որ զարգացումներ է։ Տեսեք, մենք առաջարկում ենք սկսած տարական փերախոսով լույսը միացնել անջատելուց մինչև պրոֆեսիոնալ ավելի, Ինչպես նախորդ անգամ նշեցիք, հավելվածի միջոցով սկսած ինտենսիվություն, ջերմությունը, լուսավորության հնարավոր է կառավարել հավելվածի միջոցով։ Տարական պայմանական անջատիչը կարող ենք փոխարինել Wi-Fi մոդուլով, որը մեր արտադրանք է եւս, անգամ ոնց որ անջատիչ չտեղադրել եւ եւս կառավարել մեր Mytonic Smart հավելվածի միջոցով, այո, պատկերացնենք նաև սովորական անջատիչի փոխարեն կարողանում ենք տեղադրել պտտվող դիմեր եւ մի քիչ պտտեցնելուց արդեն առաջանա թույլ լուսավորություն եւ կարողանում ենք կառավարել եւ անջատել միացնել, պլյուս դրան կարող է պայմանական դուք գնում եք լուսատու, որը ուզում եք եւս կառավարել, բայց այդ ֆունկցիոնալը ինքը չունի ի սկզբանե։ Մենք կարողանում ենք փոխել իր դրայվեր ասվածը եւ եւս միացնել եւ հնարավորությունները Սակից արդյոք հեռահար կառավարման հնարավորություն կա, օրինակ երկրից դուրս եք, բայց ցանկություն ունեք լույսերը միացնել, անջատել կամ չգիտեմ նույն հավելվածի միջոցով։ Այո, իհարկե, նմանատիպ տարբերակներ եւս նախատեսված են մեզ մոտ, նաեւ շատ կարեւոր ինքը իրական բավական ծավալուն եւ բարդ հապ դալի մասին է խոսքը, ես փորձեմ մի քիչ ավելի մատչելի բացատրեմ ինքը ինչ է իրենից ներկայացնում, Եթե մեր հեռուստատեղները չհասկանան ինչի մասն է խոսքը, կարող են գալ անտառային 138/2 հասցեմ տեղակայված այս գեղեցիկ ցածրահ, փնտրել եւ գտնել Սարգիսին եւ անպայման պահանջել, որպեսզի կրկին անգամ բացատրի։ Իհարկե, Կարեն ջան, պատկերացրեք, որ արդեն մեզ մոտ բնակարան կամ փոքր սրճարան չէ, այլ մեծ հյուրանոցային համալիր է կամ մեծ հարսանյաց սրահ է եւ այնտեղ ունենք հարյուրավոր լույսեր, որոնք արդեն իսկ հարմար չէ, անջատել, միացնել ամեն լույսը։ Մեզ պետք է լինում արդեն ամբողջական խմբավորած լուսավորում անջատել, միացնել, դիմ անել, սցենարներ նշանակել, այդ ժամանակ արդեն կարող ենք օգտագործել դալի ավտոմատացված տարբերակով, օրվա տարբեր ժամերին, տարբեր ռեժիմներով ավտոմատացված կարող է։ Իհարկե, դա տեսեք, ինքը դալի պրոտոկոլը թույլ է տալի մեզ հասցեավորել յուրաքանչյուր լուսատուն եւ կառավարել ինդիվիդուալ ամեն մեկը, ինչպես նաեւ ասացի, խմբերով։ Խմբավորված, այո։ Դա շատ հակիրճ իր բնութագիրն է, բայց արդեն իսկ պահանջի դեպքում իհարկե ավելի մանրամասն կարող ենք այդ թեման զրուցել, ներկայացնել եւ իրագործել այդ պրոյեկտները։ Շնորհակալ եմ Սարգիս, իսկապես շատ հետաքրքիր նորամուծություններից ենք խոսում։ Առաջարկում եմ զրույցը շարունակել հաջորդ թողարկմանը, իսկ այսօր դες հաջորդ եմ տալիս, կհանդիպենք հաջողություն։ Բարև, ես Կարո Խդիգյանն եմ։ Ես շատ ուրախ եմ, որ Տունտեղ հեռուստանախագծի շրջանակում ներկայացնելու եմ իմ փարիզյան բնակարանը։
If you remember, this dining room was actually one of the most simple. Եթե հիշում եք, այս ճաշասենյակը իրականում բնակարանի ամենաբարձ սենյակներից էր։ Այն ուներ գեղեցիկ ծաղկավոր գիպսե զարդարանք, առաստաղի շուրջ, բայց այլ դեկորատիվ տարրեր չուներ։ Պատերի վահանակների ձևավորում չկար։ Չկային նաև սյուներ, եւ ինձ իսկապես դուր էր գալիս սենյակի համամասնությունների ներդաշնակությունը։ Այն ուներ բարձր եւ գեղեցիկ առաստաղ, եւ ես զգում եմ, որ շատ կարեւոր էր այս ամենը ճարտարապետական ձևով հարստացնել։ Այսպես մենք սկսեցինք սյուներից, հետո ավելացրեցինք պատերի վրա այս գեղեցիկ դեկորատիվ վահանակները։ Եվ իհարկե, դուք հաստատ հիշում եք իմ ամենասիրելի հնարքը դիզայնում՝ հայելիների կիրառումը։ Երբ հայելիները տեղադրվում են գրագետ եւ ճիշտ վայրում, դրանք դառնում են կատարյալ միջոց տարածքը տեսողականորեն ընդարձակելու համար։ Երբ այս բնակարանի մուտքից ներս ենք մտնում, դուք միանգամից նկատում եք այս հայելին, որը արտացոլում է հյուրասենյակի փիրուզագույն երանգը։ Ես շատ եմ սիրում այդ գույնային կապը երկու սենյակների միջև։ Այն գեղեցիկ կերպով բացահայտվում է հենց սկզբից։ Բացի այդ, հայելին ներս է բերում շատ բնական լույս։ Այս սենյակը ինքնին շատ արևոտ է եւ ես ցանկանում եմ այդ լույսը առավել ընդգծել։ Ու դա էլ արեցի։ Այս սենյակում լինելու է նաև մի հիասքանչ դեկորատիվ վերնամաս, վարագույրի գլխամաս, որը տեղադրվելու է պատուհանին։ Եթե հիշում եք, ես արդեն խոսել էի դրա մասին։ Դրա գաղափարը ծնվեց Վենետիկում գտնվելու ժամանակում։ Ես տեսա նման գեղեցիկ ձևավորում Չիպրիանի հյուրանոցում եւ ուզեցի ստեղծել իմ տարբերակը։ Ես որոշեցի այն օգտագործել հենց այս ճաշասենյակում, քանի որ պատուհանը ինքնին բավականին տպավորիչ է եւ սենյակի կենտրոնական հատվածն է։ Այն ներս է բերում հսկայական քանակությամբ բնական լույս։ Ես պատրաստվում եմ օգտագործել այս հիանալի միսիոնի զիգզագաձև գործվածքը, որը ունեի իմ նախորդ բնակարանում եւ շատ էի սիրում։ Իսկ եզրերին ավելացնելու եմ փոքրիկ դեղնաոսկեգույն զարդանախ։ Edward will be done soon. Տունտեղ հերթանախագիծը շարունակում է այս եթերաշրջանում համագործակցությունը Raflor հատակային ծածկույթներ ներկայացնող ընկերության հետ։ Այս ընկերությունը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացված է բնակելի, առևտրային եւ արդյունաբերական տարածքների հատակների լուծումների ոլորտում։ Բարձրորակ արտադրանքի ներմուծման եւ բացառիկ հաճախորդային սպասարկման շնորհիվ Raflor-ը դարձել է վստահելի անուն հատակների ներմուծման ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է հատակների լայն տեսականի։ Յուրաքանչյուր արտադրանք ընտրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Անկախ նրանից հաճախորդը փնտրում է դասական փայտե հատակներ իր տան համար, թե դիմացկուն վինիլային լուծում իր բիզնես տարածքների համար։ Raflor-ը ունի տարբերակներ յուրաքանչյուր պահանջի եւ ճաշակի համար։ Ընկերությունը մշտապես հետևում է հատակների արդյունաբերության նորագույն միտումներին եւ տեխնոլոգիաներին, ապահովելով, որ հայ հաճախորդները ստանան ժամանակակից լուծումներ, որոնք բարելավում են իրենց տարածքների գեղեցկությունն ու գործառույթը։ Խնդրում եք հատակի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն բնական է եւ նրբագեղ, այլ նաեւ դիմացկուն։ Եկեք խոսենք Barlinek-ի հատակների մասին։ Barlinek Group-ը աշխարհում ամենահայտնի եւ վստահելի անուններից մեկն է փայտե հատակների արտադրության ոլորտում։ Ընկերությունը համարվում է շերտավոր փայտե հատակների համաշխարհային առաջատարներից, տարեկան արտադրելով ավելի քան 150 միլիոն քառակուսի ֆուտ բարձրորակ արտադրանք։ Այս ընկերության արտադրանքը հայտնի է կայունությամբ, էներգոարդյունավետությամբ եւ բնական որակով։ Barlinek-ը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանությանը։ Ընկերության բոլոր արտադրամասերը համապատասխանում են շրջակա միջավայրի պահպանման եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ կիրառվող տեխնոլոգիաները նվազեցնում են արտանետումները եւ արտադրական մնացորդները։ Այսօր Barlinek-ը Լեհաստանի ամենամաքուր եւ էկոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Ընկերության օրինակով ապացուցվում է, որ բնապահպանական մտածելակերպը կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական պարտավորություն, այլ զարգացման ռազմավարության հիմք։ Ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է իր նշանավոր ծրագիրը՝ մեկը մեկի դիմաց, որի շրջանակում յուրաքանչյուր վաճառված հատակի փաթեթի դիմաց Barlinek ընկերությունը ֆինանսավորում է մեկ նոր ծառի տնկում։ Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվել է Barlinek-ի հաճախորդների անտառը, ավելի քան 18 միլիոն ծառերով, որոնք այսօր աճում են տարբեր երկրներում։ Barlinek Group-ը ապացուցում է, որ արդյունաբերությունն ու բնապահպանությունը կարող են համատեղել ուժերը, ստեղծելով գեղեցիկ, բնական եւ կայուն ապագա։ Այս հատակները լինելով իրական փայտից չեն կուտակում փոշի կամ միջատներ, ինչն էլ դարձնում է դրանք կատարյալ ընտրություն ալերգիա ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, դրանք կարգավորում են սենյակի միկրոկլիման, կլանելով ավելորդ խոնավությունը։
Նորացրեք ձեր տարածքը, վայելելով Բարլինիկի հատակների ժամանակակից վերգեղեցկությունն ու բնական շքեղությունը։ Իսկ Բարլինիկի հատակները Հայաստանում ներկայացված են բացառապես RAW-FLOR մասնագիտացված խանութ սրահներում։ Համեցեք Կոմիտաս 56 եւ Կոմիտաս 165/1 հասցեում տեղակայված RAW-FLOR ընկերության ցուցասրահներ։ Տունտեղ հերոսանախագծի շրջանակում մենք շարունակում ենք մեր հանդիպումները, տեղափոխվում ենք Արինբերտ 1/2 հասցեում տեղակայված Total Group ընկերության խանութ սրահներից մեկը, որտեղ շարունակելու եմ զրույցը զարգացման եւ մարքեթինգի փոխտնօրեն Ռուբեն Բալանի հետ։ Ողջույն Ռուբեն։ Բարև ձեզ, կանոն ջան։ Ռուբեն, թեպետ խանութում այսպես իրարանցում է տիրում, որովհետեւ ինչպես տեսնում եք, այսօր սևուրփաթ է մեկնարկել եւ բավականին լուրջ այսպես գնիչեցում ունենք 40% բոլոր ապրանքների վրա։ Եկեք խոսենք ինչ արշավ է սա, որքան է տևելու եւ արդյոք դեռ այսօր, հա, մեր հերոսադիտողները հնարավորություն կունենան այցելել խանութ սրահներ եւ ձեռք բերել ապրանքները բավականին ցածր արժեքով։ Իհարկե, մեծ սիրով ներկայացնեմ ձեզ, կանոն ջան, մեր ամենամյա մեկնարկած սևուրփաթը, որի սկիզբը սկսել ենք նոյեմբերի 14-ից եւ շարունակել ենք մինչեւ նոյեմբերի 30-ը։ Մինչև ամսվա վերջ, այսինքն հնարավորություն կա։ Այո, մինչև ամսվա վերջ հնարավորությունը ընձեռնվում է ձեռք բերել 2500 տեսակի ապրանք, տոտալ ապրանքանիշի, որը որ գտնվում է ամբողջությամբ տեսականիով 40% զերծի տակ։ Այս շատ հետաքրքիր է, որովհետև գրեթե բոլոր խանութներում իհարկե գնահատություններ նկատում ենք, բայց ոչ այսպես հստակ եւ բոլոր ապրանքների վրա։ Նույնիսկ նոր հավաքածուների, հա, նոր ապրանքների վրա մենք տեսնում ենք գնահատություն։ Մեր կազմակերպությունը հնարավորություն է տալիս մեր վերջնական սպառողին ունենալ բավականին մատչելի գներով ամենաթարմեցված, ամենանոր մոդելների ցանկ եւ այդ պատճառով որոշեցինք անենք ամբողջ տեսականու վրա։ Ռուբեն, եկեք մասնավոր օրինակի վրա հասկանանք, հա, գնահատման այսպես սահմանը, օրինական ինչ որ մեծ կոմբո, որ իսկապես այսպես մեծ արժեքով իջել է։ Իհարկե, կանոն ջան, մենք ունենք այս պայդրությամբ կոմբո հավաքածու, որը իրար մեջ ներառում է 3 մարտկոցային գործիք, գայկաբյորդ, անկյունային հղկող մեքենա եւ փոշեկոլ։ Ահա, եւ արժեքը, որի արժեքը նախկինում 121500 դրամի փոխարեն կարող եք ձեռք բերել 72900 դրամով։ Հաշալ է։ Կարծում եմ այսօր մեր բոլոր վարպետները կայցելեն խանութ սրահը եւ ձեր կբերեն, որովհետեւ 40% իսկապես փոշեկուլը։ Ոչինչ։ Որովհետեւ 40% իսկապես արժեք է, որ կարելի է խնայել, ինչպես տեսնում եմ խանութում բավականին շատ այցելուներ ունենք, ինչն է խոչընդոտում է մեր նկարահանմանը, բայց ամեն դեպքում սա շատ լավ է, որովհետև առիթ ունեն իսկապես տոներից առաջ ձեռք բերել։ Այ խոսենք մի փոքր տոների մասին, ինչ եք կարծում, տղամարդու համար սա լավագույն նվերը կարող է դառնալ տոներից առաջ, հա, տոնական այսպես ամենացանկալի նվերը կարող է լինել։ Իհարկե, կանոն ջան, եթե տեսնենք մեր հին ավանդույթները, որը որ գալիս են, միանշանակ գործիքը ավելի հետաքրքիր է, քան թե դուխին կամ գուլպան։ Այնպես որ նկատի ունեցեք, եթե կորպորատիվ նվերներ եք փնտրում ձեր տղամարդ աշխատակիցների համար, ձեր ամուսինների, հարազատների, եղբայրների կամ չգիտեմ, որևիցե մի տղամարդու համար այցելեք Total խանութներից որևիցե մեկը եւ ձեռք բերեք կնեչեցված 40% զերծված ապրանքներ։ Կուզենամ նաև նշել, որ մեր մոտ գործում է նաև պաշտոնական երաշխիքը 1-ից 2 տարի բոլոր մարտկոցային եւ էլեկտրական ապրանքների վրա։ Հաշալի։ Դե ինչ, փնտրեք ձեր շրջապատին ամենամոտ խանութ սրահը, քանի որ Total խանութ սրահները գրեթե ամենուր են, նույնիսկ Երևանից դուրս ունենք Էջմիածնում։ Այո, ունենք Իջևանում, ունենք Ծովագյուղում եւ ունենք այլ մարզերում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր տեղերում։ Փնտրեք հիպերմարկետներում, մեգամոլերում եւ անպայման կգտնեք լավագույն նվերը տղամարդկանց համար եւ ոչ միայն։ Կհանդիպենք։ Տունտեղ հերոսանախագծի շրջանակում էկո խորագիրն է, իսկ այսօրվա մեր հյուրը մեր մշտական էկո գործընկեր, Էկովիլ ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Օվսեփյանը։ Ողջույն, պարոն Օվսեփյան։ Բարև ձեզ, Կարեն ջան։
Պարոն Հովսեփյան, տասնամյակի միջոցառումներից հետո չենք հանդիպել, այնպես որ կրկին շնորհավորում եմ տասնամյակի առիթով, իսկապես տարին հետաքրքիր է, շատ բուռն միջոցառումներով Էկովիլ ընկերության։ Մի փոքր խոսենք այս տարիների անցած այսպես հաջողությունների մասին, ապա արդեն խոսենք նոր մարտահրավերներից։ Շատ լավ, Կարեն ջան, եթե սկսենք տասնամյակից, այսպես ավելի ամփոփ ասեմ, անցած 10 տարիների ուղուց, կուզեմ ասել, որ այս տասնամյակի միջոցառումները եւ այս ակտիվությունը եւ այն մեծ աշխատանքը, որը որ այս տարի երևաց ու հնարավորություն ունեցանք լուսաբանել, դա տրամաբանական շարունակությունը եւ արդյունքներ ամբողջ 10 տարիների աշխատանքի ու այսպես հպարտությամբ կուզեմ նշեմ, որ իրապես թե ոլորտում, թե շուկայում, թե ինչու ոչ հենց բիզնես մթնոլորտում կարողացանք որոշակի նորություններ, փոփոխություններ ցույց տալ եւ առաջարկել։ Պարոն Հովսեփյան, այս միջոցառումներին հաջորդեցին նոր մարտահրավերներ, օրենսդրական փոփոխություններ, որոնք այսպես մեծ մտահոգություն առաջացրեցին ոլորտի ներկայացուցիչների շրջանակում։ Այ խոսենք սրա մասին, առասարակ ինչ օրենսդրական փոփոխությունների մասին է խոսքը եւ որքանով սա ազդեցություն կարող է ունենալ շարունակական զարգացման վրա։ Կարեն ջան, կուզեմ նշեմ, որ օրենսդրական փոփոխությունները այո, արդեն այդպիսիք հաստատված են, բայց կիրառելի չեն դեռևս եւ կիրառության կմտնեն 2026 թվականի մայիս ամսից սկսած։ Իհարկե դա շատ մեծ ազդեցություն կունենա ոլորտի զարգացմանը, բացասական առումով, այսպես ասեմ, որ կարող է ինքը հնչի մի փոքր վախեցնող մեր հաճախորդների համար, բայց այն ակտիվությունն ու տեմպերը, որը որ մենք սովոր ենք տեսնենք արևային ոլորտին, երբ հպարտացել ենք թե ոլորտի ներկայացուցիչներով, թե ինչու ոչ բիզնես ընդհանուր միջավայրերում, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է տարածաշրջանի անխոս առաջատարը, մեր փորձով կիսվում են եւ սովորում են մեզնից հարևան Վրաստան երկրում եւ տարածաշրջանում ընդհանրապես, մենք այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար չենք կարողանալու շարունակել նույն հպարտ կարծիք ունենալ, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք տեխնիկական եւ մնացած այսպես ոչ բիզնես նպատակով փոփոխությունների անհրաժեշտությունը, որտեղ իրապես ոլորտը շատ արագ զարգացավ եւ ցանցը եւ ենթակառուցվածքները պետք է կարողանան դրան դիմագրավեն, այնպես որ ուզեմ նշեմ, որ Էկովիլ ընկերությունը այս մարտահրավերին ցավոք առաջացած մարտահրավերին պատրաստ է եւ մենք ունենք մեր լուծումները, մեր առաջարկները մեր հաճախորդների համար, լինի դա ակումուլյացիոն կայաններով արևային կայաններ, կլինի դրանք նոր հետաքրքիր լուծումներով արևային կայաններ կամ այլ փոքր վերապրոֆիլավորված ոլորտներով, այնպես որ 26 թվականին եւս սպասեք Էկովիլից հետաքրքիր առաջարկներ եւ այս ոլորտային փոփոխությունների դրական լուծումներ։ Հրաշալի է։ Պարոն Հովսեփյան, բայց տպավորություն է, որ իշխանությունը նույնպես միտված է չվնասելու այս ոլորտի շարունակական զարգացմանը եւ բազմաթիվ հանդիպումները կվկայեն ձեզ հետ, ոլորտի ներկայացուցիչների հետ եւ վերջերս էլ հանդիպում ունեցաք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Այ ինչ քննարկումներ է գնում եւ որքանով այս երկխոսությունը հեռանկարներ ստեղծում հարցի օգուտ ձեզ լուծելու համար։ Ամենասկզբում կուզեմ նշել, որ շատ հաճելի եւ այսպես տրամադրող, նաեւ մոտիվացնող էր այդ հանդիպումները, որովհետեւ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները մեծ այսպես պատրաստակամությամբ այդ հանդիպումները այսպես առաջարկ ընդունեցին, հրավերներ կազմակերպեցին, դրանք կլինեին թե նախարարություններ, նախարարների մակարդակով հանդիպումներ, թե ազգային ժողովում քննարկումներ, աշխատանքային խմբերի ստեղծումներ, ինչպես դուք նշեցիք հանրապետության նախագահի հետ հանդիպումը եւ բավական մանրամասն եւ արդյունավետ քննարկումը։ Կուզեմ նշել նաեւ մեր այսպես պետության կողմից դիրքորոշումը ինչպիսին էր եւ կուզեմ նշել, որ բոլորը միանշանակ կանաչ էներգիան, արևային էներգիան համարում են, իհարկե համարում են շատ կարևոր ուղղություն, բայց միևնույն ժամանակ, ինչպես նախորդ խոսքից մեջ նշեցի, տեխնիկապես առաջացած խնդիրները օրհասական էին դարձրել արդեն համակարգի վիճակը։ Ինքներս դա գիտակցելով մի քանի մասնագիտական առաջարկ ենք ներկայացրել, հուսամ
դրանում եւս կարողանանք անդրադարձ կատարել շատ մոտ ապագայում, ինչպես լուծել այս իրավիճակը, այսինքն մեր հանդիպումները նպատակ չէր, որ գիտեք, այսպիսի առաջատար ոլորտներից մեկը ինչ որ խնդիրների կամ մինչև անկման եզրին է կանգնած, մեր հանդիպումներն ու առաջարկները կայանում էին ինչպես լուծել այս խնդիրները եւ ինչպես դա առանց ցնցում իրականացնել, կլինեին դրանք համակարգային մեծ ակումուլյացիոն կայաններ, այսինքն որպեսզի մեր հերթադիտողներին ավելի մատչելի լինի, կուզեմ մի փոքր այսպես ավելի կենցաղային, բացատրել, տեղադրել մեծ ակումուլյատորներ, կուտակիչներ, այո, եւ խոսքը միայն արևային արտադրած էներգիային մասին չէր լինելու, այլ ընդհանրապես հնարավորություն ունենալ կուտակել էլեկտրաէներգիան տարբեր տեղերում, ոչ մեկ կենտրոնացված, այլ ենթադրենք մեծ մի քանի ենթակայաններում, մարզերում, չգիտեմ եւ այլն, ինչը կլիներ եւ ռազմավարական ու անվտանգային շատ կարևոր քայլ եւ լուծում եւ այս իրավիճակը, որ առաջացել է ցանցի ծանրաբեռնվածության եւ հոսանքի մատակարարման որակի իսպառ կլուծեր։ Առաջարկը եւս ողջունելի է եղել իշխանությունների եւ համապատասխան կառույցների ներկայացուցիչների կողմից, մնում է տեսնենք ինչ քայլեր կձեռնարկվեն եւ որքան արագ կարողանանք այդ լուծումների փաթեթը ստանալ։ Պարոն Հովսեփյան, այս խնդիրը եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այլ երկրներում, առաջարկում եմ զարգացման ընթացքում մի փոքր խոսենք միջազգային փորձի եւ այսպես այս մարտահրավերներին լուծումներ գտնելու տարբերակների մասին։ Սիրով։